Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, իրադարձությունները գնալով էլ ավելի լարված ու էլ ավելի դիտարժան են դառնում։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ է կատարվել Հենրիի հետ, քանի որ նախորդ սերիայի անոնսից պարզ դարձավ, որ Հենրին վիրավոր գետնին ընկած է, իսկ դա կարող է նշանակել մեկ բան, որ Անգելինային առևանգել են, իսկ Հենրին փորձել է փրկել նրան։ Ճիշտ է, Նոյը մահացավ, բայց Անգելինան չազատվեց վտանգավոր մարդկանցից։ Ինչպես երևում է, Անգելինան որոշել է նրանց դեմ դուրս գալ, գնացել է քննչական կոմիտե, որտեղ արել է հայտարարություններ, որոնք կարող են վնասել հենց իրեն։ Անգելինան ցանկանում է, որ Նոյի սպանությունը բացահայտվի, բայց չի էլ հասկանում, թե ինչ վտանգավոր մարդկանց հետ է գործ բռնում։ Հենրին էլ շատ լավ հասկանում է, որ Նոյին սպանողներն Անգելինային հանգիստ չեն թողնի և որոշել է նրան հետևել ու հավանաբար նրան փրկելու համար վնասել են Հենրիին։ Իսկ Աննան որոշել է վերջապես բացահայտել, թե ուր է իր երեխան։ Ամիսներ առաջ, երբ Սոսը նրան ասաց, որ իր երեխան չի մահացել, նա Սոսին չհավատաց, բայց հիմա արդեն ստիպված է դա անել։ Նա արդեն ընկել է այս ու այն կողմ ու բոլորին հարցուփորձ է անում։ Բնականաբար, բոլորն էլ տեղյակ են, թե ով է Անգելինան և ինչու Աննան չի կարողանում գտնել ու հասկանալ, որ հենց նա է։ Բայց նա գնացել է հիվանդանոց, որտեղ տարիներ առաջ ծննդաբերել էր ու փորձում է գոնե այնտեղ ինչ-որ հետքեր գտնել, բայց արդյոք հիվանդանոցում նրան որևէ տեղեկություն կտան։ Հենրին իրեն մեղավոր է զգում, որ մորը չի ասում ճշմարտությունը, բայց հասկանում է, որ այդ ճշմարտությունից հետո իր ընտանիքից ոչինչ չի մնա և որոշում է լռել, բայց հեռուստասերիալում իրադարձությունները գնալով էլ ավելի են լարվում։ Դիտեք կադրից դուրս արված իրավիճակներն ու անպայման գրեք ձեր կարծիքները։ Ինչ եք կարծում, Աննան վերջապես բացահայտելու է ճշմարտությունը, թե դեռ ժամանակ է պետք։ Մաղթում ենք ձեզ բարի դիտում ու սպասում ձեր մեկնաբանություններին։ Ուզում եմ բացատրել, որ Անգելինայի այստեղ գալը այդքան էլ կարևոր չի։ Ուրեմն կարևոր է, որ ասում եմ, ուրիշ հարցեր կան։ Չէ, չկան, ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ հարցեր պարզաբանել։ Ուղղակի տպավորություն է, որ ինչ վերադարձել եմ, ուզում եք կռիվ անենք։ Սխալ տպավորություն է։ Թերի կոֆե դիր, հա։ Ստոպ, լավ է։ Լավ հարց էր, ուր Արամը։ Արամը գնացել է Մեղրամից։ Երևի այս շաբաթը չեմ լինի եթերում, մյուս շաբաթվանից արդեն կլինեմ, որովհետև այսօրվանից արդեն նկարահանման եմ։ Մնացած հարցերին եք արդեն նկարահանման տեղից կպատասխանեմ ձեզ։ Նկարահանումս ավարտեցի ու թե ինչ պատմությունների մեջ եմ արկածային հայտնվել, գիտեմ միայն ես ու թե ինչ վախով եմ ավտոմեքենան նորից կարգավորել։ Այս մի փորձությունն էլ հաղթահարեցի ամեն դեպքում։ Հետո էլ ասում են աղջիկները ոչինչ չեն հասկանում։ Ողջույն սիրելի ընկերներ, երկար ժամանակ է տենց ակտիվություն չեմ պահում սոցցանցում, չգիտեմ, տենց 1000-ից 1 կոպիտ ասած թորի եմ անում, ասացի տենամ ոնց եք, ինչ կա չկա։ Լավ հարց էր, ուր Արամը։ Արամը գնացել է Մեղրամից։ Երևի այս շաբաթը չեմ լինի եթերում, մյուս շաբաթվանից արդեն կլինեմ, որովհետև այսօրվանից արդեն նկարահանման եմ։ Մնացած հարցերին եք արդեն նկարահանման տեղից կպատասխանեմ ձեզ։ Փորձս վերջացրեցի, բարեհաջող մի տեսարանս վերջացրեցի ու հիմա տանն եմ, սպասում եմ մեր նկարահանող խմբին, որպեսզի գան ու այստեղ նկարենք նաև մյուս տեսարանս, որովհետև Յանայի տունը մեր տանն է նկարվում, լավ է երևի, որ այսօր այդպես է, որովհետև էլի վիճակի չեմ տանից դուրս գալու, անհնար է, այսպես ուզում եմ շուտ
ապակինում եմ։ Ու հենց զանգը գա մի անգամից ստոպ կտաս կնայես հեռախոսին։ Իսկ ով է զանգում քեզ։ Մի հատ բացատրում է վերապրման արվեստը։ Մի հատ ասեք մեր զույգին էկրանային կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Էկրանային զույգին կարոտել էիք։ Ստում այո։ Ես որ կարոտել էի հանակարո զույգին։ Ես էլ էի կարոտել։ Վաղուց էկրանին չէի տեսել։